Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների վարման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս որոշումը ի թիվս մեր նախորդ թիվ կառավարության կայացրած որոշումների եւ մինչ այդ ունեցած կարգավորումների համալրելու են մեր տեղեկատվական համակարգերի գործարկման ամբողջ մեխանիզմները։ Ես ասեմ, որ մեր կարգավորումների համաձայն եւ արդեն իսկ տեստավորված եւ գործարկված է մեր ուրեմն ընդհանուր ապահովագրված անձանց կարգավիճակի տրամադրման եւ տեղեկատվական բազաները եւ այս որոշումն էլ համալրելու է մեր գործնական արդեն շղթայի հաջորդիվ հատվածները ըստ էության նախագծով մանրամասն կարգավորվում են մեր համընդհանուր ապահովագրության շրջանակներում տեղեկատվության փոխանակման եւ այսօր էլ նշեցինք, որ թվայնացման շրջանակներում փոխգործելիության հիման վրա, որպեսզի անձը մեկ անգամ տվյալները տրամադրելով որոշակի կառույցի արդեն հաջորդ կառույցները իրար միջև փոխգործելիության շրջանակներում կարողանան օրենքի եւ կարգավորումների տրամաբանությամբ ապահովել այս տեղեկատվության փոխանակումները եւ հաջորդիվ մենք մեծ աշխատանք ենք իրականացրել մեր գործընկերների հետ ներքին գործերի նախարարության աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության եւ մյուս բոլոր գործընկերների հետ մեր ստեմարանները կարգաբերելու եւ այս տեղեկատվական ուրեմն տվյալների փոխանցման ավտոմատ համակարգեր ներդնելու առումով աշխատանքները առաջիկա ամիսներին ամբողջությամբ վստահ եմ կամփոփվեն եւ մենք կունենանք նոր թվայնացման ստանդարտներով տվյալների փոխանակում։ Պարոն վարչապետ, այսքանը խնդրեմ։ Ինչի համար են այդ փոխանակումները, որպեսզի շահառուների շրջանակը եւ ծառայությունների մատուցման տեղեկատվությունը հասանելի լինի բոլոր այն կառույցներին, որոնք պետք է հասանելիություն ունենան։ Այո, պարոն վարչապետ, մենք տեղեկատվությունը օրինակ 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող անձինք, ովքեր շահառու են եւ համապատասխանաբար ըստ այդմ հարկային գործակալը պետք է նրանց փոխարեն, այսինքն գործատուները կատարեն առողջության ապահովագրության համար անհրաժեշտ վճարումներ եւ պետք է նաեւ առողջապահության համակարգը տեսնի, որ վճարումը կամ կատարված է ֆինանսների նախարարությունը, այսինքն այս տվյալների շրջապտույտի կարգավորման մասին է այս որոշումը։ Այո, պարոն վարչապետ, եւ դրա մենք հենց այդ ենք կարգավորումներով դնում, որ գալու ենք մի կետի, որ այդ բոլոր ուրեմն փոխանակումները լինեն նոր ստանդարտով API լուծումներով եւ սա է մեր նշաձողը ավտոմատ ձևաչափերով։ Տիկին Ավանեսյան, ուրեմն նախորդ օրը երեկոյան հեռուստացույցի դեմ նստած ալիքներն էի փոխում, մեկ էլ մի ալիքով լուրեր էր, տեսա առողջության ապահովագրության մասին է խոսքը, ասի կանգ առնեմ, տեսնեմ ինչ են ասում։ Ուրեմն ինչ իմացա ես այդ ռեպորտաժից։ Ես այդ ռեպորտաժից իմացա, որ առողջապահության համակարգը փլուզվել է, ջախջախվել է եւ գոյություն չունի այլևս Հայաստանի Հանրապետությունում եւ մենք տենց կատաստրոֆայի առաջ են կանգնած, որ կոവിഡ്ի համավարակը 1000 ներողություն գալաթ է արել եւ հիմա մենք տենց ես ճիշտ ասած վախից անջատեցի հեռուստացույցը եւ հիմա կուզենայի ձեր մեկնաբանությունները, կարող է մի բան կամ մեզ չեք ասում, մենք տեղյակ չենք։ Պարոն վարչապետ, երբ որ այդ ռեպորտաժներից գնում ես կոնկրետ հիվանդանոց, կոնկրետ պացիենտի սենյակ ու տեսնում ես վիրահատված 3-80-ամյա մեր քաղաքացին, ով մինչև այդ, եթե այդ խնդիրը ունենար դեկտեմբերի 31-ից առաջ լրջագույն խնդրի առաջ էր կանգնելու, որովհետև հասանելի չէր լինելու այդ ծառայությունը սրտի ռիթմավարի, 2 օր առաջ վիրահատվել է եւ 3 երեկոյան տուն է գնացել վերականգնված առողջությունով, այսինքն մենք միշտ ունենք այդ իրականություն եւ ներկայացված։ Բայց այնուամենայնիվ, չէ, նախ եկեք մի բան ասենք, որովհետեւ մենք այն որ այս մասշտաբի բարեփոխումը ինքը տենց բան չի լինելու, մի բաժակ ջուր խմելու նման չի լինել, այդ մենք գիտենք, բայց այնուամենայնիվ հիմա ո՞նց եք դուք գնահատում, ենթադրենք 10 բալանոց համակարգով մենք մեր խնդիրը ինչքանով ենք
քանի բալ կգնահատեք մեր խնդրի կատարման այս պահի դրությամբ մակարդակ։ Ես կարծում եմ մենք 6.5 ենք, պարոն վարչապետ, եթե ազնվորեն ասեմ, ես շատ ավելի մեծ խնդիրներ էի ակնկալում պրակտիկայում կիրառման արդյունքում։ Իհարկե մենք ունենք այս պահին խնդիրների բաժանել ենք նաև կատեգորիաների։ Առաջինը դա տեղեկատվական բացի խնդիրներն են, այսինքն մարդիկ լրացուցիչ տեղեկատվության կարիք ունեն, ինչպես օգտվեն ոչ միայն պացիենտները, այլ նաև մեր բժիշկները, որը որոշակի ժամանակ է պահանջում, մինչև որ նաև մեր բուժաշխատողներն ու վարչական մասի պատասխանատուները ամբողջությամբ այս բարդ համակարգի տեղեկատվական կտորները կկարողանան արդեն դառնա իրենց ռուտին աշխատանքը, սա առաջի հատվածն է։ Ունենք նաև որոշակի իրական կյանքում շատ սպეციფიկ իրողություններ, որոնք որ ի հայտ են եկել, մի օրինակ բերեմ, պարոն վարչապետ, հավելվածը ներբեռնում են մեր ավակսների ներկայացուցիչները, բայց քանի որ կարգավորումները այնտեղ գրվում է ինչպես դեմքը շարժել, ակնոցները հանում են չէին կարողանում հետևել այդ ուրեմն տրվող ցուցումներին։ Հիմա այսօր թարմացրել ենք հավելվածը, կլինի նաև ձայնային հուշում, որ ինչպես շարժել դեմքը, որ նույնականացումը լինի։ Այսինքն մենք բոլոր խնդիրները ճկուն ձևով փորձում ենք ֆիլտրել եւ փոփոխությունների եւ անընդհատ լավարկումների շրջանակում կարգաբերել։